Բարի օր ժողովուրդ ջան, մեր այսօրվա թեման է, թե ինչու է YouTube-ում այսքան շատ գովազդ։ Գովազդի շատ կամ քիչ լինելը դա կախված է ոչ թե YouTube-յան ալիքից, այլ YouTube-յան օգտատերի ցանկությունից, թե ինքը ինչքան է ցանկանում, որ իր վիդեոներում գովազդներ լինեն։ Օրինակ, 1 ժամանոց տեսանյութում թույլատրվում է 3-ից 5 հատ գովազդ։ Մարդիկ կան, որ մի քիչ ագահությամբ են դրան մոտենում ու 5 րոպեանոց վիդեոյում հենց 5 հատ էլ կամ 4 հատ էլ գովազդ են տեղադրում ամեն 30 վայրկյանը 1 կամ մի րոպեի 1, որ իրանց գումարը շատ լինի։ Դե պարզ է, ինչքան շատ գովազդ, այդքան շատ գումար։ Ժողովուրդ ջան, եկեք մի քիչ համբերատար լինենք։ Մենք այն ժողովուրդն ենք, որ ամեն ինչին դիմանում ենք ու որ լավ լինի, հա։ Միշտ լավը նայող, լավը տեսնող ժողովուրդ ենք մենք։ Հիմա օրինակ ինձ օրինակ բերեմ։ Ես ունեմ հաշվանդամություն եւ ինձ ոչ մի տեղ աշխատանքի չեն վեկալում։ Խոսքս խանութների մասին է։ Էլեկտրոնիկայի խանութ կլինի, շորեղենի խանութ կլինի, կապ չունի, հա։ Ես ուզում եմ աշխատեմ որպես խորհրդատու վաճառող, որ իմ ֆիզիկական խնդիրը ինչ որ պատճառ չդառնա, հա, որ չկարողանամ կամ ինչ որ մի բան։ Բայց հիմա սա առիթ է YouTube-ի մոնետիզացումը Հայաստանում, որ ես եւ իմ նման շատ այլ մարդիկ կարողանան գումար աշխատել եւ ընտանիք պահել, ժողովուրդ ջան։ Եկեք մի բան ասեմ, հիմա շատ եմ տեսնում, որ YouTube-ում կամ այլ հարթակներում, ովքեր որ խոսում են YouTube-ի մասին, հատկապես տղամարդիկ հայհոյում են։ Տղեկ ջան, պետք չի հայհոյել։ Մանավանդ աղջիկների կայքում, որ տենում են, որ աղջիկա այդ կայքի տերը, հա, YouTube-յան, անենց հայհոյանքներ եք գրում, որ մարդ կարա հանգիստ այդ YouTube-յան ալիքը փակի, գնա իր գործերով, բայց եկեք մի քիչ կոռեկտ լինենք ու հարգանք ունենանք դիմացինի հանդեպ, որովհետև այդ մարդն էլ է ընտանիք պահում։ Եթե դուք ինչ որ աշխատանք ունեք կամ ձեր անձնական բիզնեսը ունեք ու փողի կարիք չունեք, հավատացեք, դրա կարիքը մենք ունենք, ովքեր որ աշխատանք չունեն ու չեն կարողանում աշխատանք գտնել։ Էնպես որ ժողովուրդ ջան, խնդրում եմ, ոչ մի ալիքում, ոչ մի դեպքում, ավելի խիստ ասած, կոպիտ ասած, մի հայհոյեք, որովհետև չգիտեք դիմացինը ով է։ Այսքանը ժողովուրդ ջան, հուսով եմ ինձ կհասկանաք, բոլորիս մաղթում եմ բարի օր։